Բարև ձեզ։ Այսօր կխոսենք օրգանական սինթեզի լաբորատորիայում հիմնականում կիրառվող ապակեղենի, մասնավորապես հիմնական կոլբերի և մագնիսների մասին։ Օրգանական ռեակցիաները հիմնականում իրականացնում են կլորահատակ կոլբերում։ Կլորահատակ կոլբերը ունենում են տարբեր չափսեր և լինում են միանցքանի, երկ, եռը և քառ անցքանի։ Այսպիսի կոլբերը իրենց երկրաչափական տեսքով ապահովում են ռեակցիոն խառնուրդի անընդհատ խառնման ապահովումը, լուծիչի սահմանափակ օգտագործումը, ջերմաստիճանային հսկումը, ռեակցիայի ընթացքում այլ անհրաժեշտ նյութերի ավելացումը։ Օրգանական ռեակցիաները հիմնականում երկարատև ընթացող և շատ հաճախ տաքացում պահանջող ռեակցիաներ են, հետևաբար անհրաժեշտ է ռեակցիոն խառնուրդը հավասարաչափ տաքացնել և խառնել։ Այդ նպատակով օգտագործում են մագնիսներ և մագնիսական խառնիչ տաքացուցիչներ։ Նախ ծանոթանանք մագնիսներին։ Դրանք ունեն տարբեր չափեր և երկրաչափական տեսք։ Դրանք տեղադրվում են ռեակցիոն խառնուրդի մեջ և ապահովում են ռեակցիայի խառնումը։ Այն պարզագույն սարքավորում է, որը տաքացնում է ռեակցիոն խառնուրդը, ինչպես նաև ստեղծում է պտտվող մագնիսական դաշտ։ Այդ դաշտի միջոցով սկսվում է պտտվել նաև կոլբում գտնվող մագնիսը, այդպիսով իսկ ապահովելով ռեակցիայի հոմոգեն տաքացումը և ընթացքը։ Ռեակցիայի ավարտից հետո կոլբից մագնիսը անվտանգ հեռացնելու և ռեակցիոն ստերիլությունը պահպանելու համար օգտվում ենք մագնիս որսիչից։ Դե ինչ, այսօր ծանոթացանք քիմիական ապակեղենի մի մասին, մյուս տեսադասերում կծանոթանանք մյուս ապակեղեններին ևս։ Բաժանորդագրվեք մեր ալիքին հետաքրքիր տեսադասերը բաց չթողնելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսադասերում։